տապանի հետքերը։ Թեև հստակ ապացույցներ չկան, տարբեր դարերում արձանագրվել են հետաքրքիր հայտնագործություններ։ Հայկական հնագույն աղբյուրները բազմիցս հիշատակում են Արարատ լեռը, այն ոչ միայն աշխարհագրական կոթող էր, այլև հոգևոր ու մշակութային կենտրոն։ Ուրարտու պետությունը, որ գոյություն ուներ մ.թ.ա. 9-6-րդ դարերում, իր անունը հենց Արարատից էր ստացել։ Հին թարգմանություններում Արարատ և Ուրարտու նույնացվում են։ Միջնադարյան հայ հեղինակները Արարատը հիշատակում էին որպես աշխարհի մայր լեռ։ Հայոց իշխաններն ու թագավորները լեռը դիտում էին որպես աստվածային պարգև և ժողովրդի միասնության խորհրդանիշ։ Չնայած այն փաստին, որ Արարատ լեռը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում, այն շարունակում է մնալ հայ ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից։ Երևանից, Հայաստանի մայրաքաղաքից, հստակ երևում են Մասիսի ու Սիսի ձյունածածկ գագաթները։ Ամեն օր հազարավոր մարդիկ արթնանում են հենց Արարատի տեսարանով։ Արարատը ներառված է Հայաստանի զինանշանի վրա, որպես հավերժական խորհրդանիշ։ Այն նաև արտացոլված է հայ գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ։ Հայ մեծ գրողներ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը իրենց ստեղծագործություններում Արարատը նկարագրել են որպես հայ ժողովրդի հույսի, հավատի և հարատևության լեռ։ Չնայած Արարատը հայկական հոգևոր լեռ է, հայերից քչերն են կարողացել բարձրանալ նրա գագաթը, քանի որ այն Թուրքիայի տարածքում է։ Առաջին հայտնի բարձրացումը կատարվել է 1829 թվականին գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Պարոտի և Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ։ Սա դարձավ ոչ միայն գիտական, այլև մշակութային իրադարձություն։ Այնուհետև